Շատ հումորով ու շատ սիրելի ձեր կողմից տաղանդավոր մարդիկ են մեր տաղավարում, մեզ համար իհարկե ցանկալի հյուրեր։ Ես ներկայացնեմ, որ ապրիլի 11-ին Հրազդանի դրամատիկական թատրոնը Ալեխանդրո Կասոնայի ծառերը կանգնած են մահանում ներկայացումով հյուրախաղերով հանդես կգա Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Ներկայացման մասին խոսելու ենք իհարկե, բայց ոչ միայն, նաև մեր հյուրերի հետագա գործունեությանն ենք փորձելու անդրադառնալ։ Ես սիրով ներկայացնեմ մեր հյուրերին Հրազդանի դրամատիկական թատրոնի տնօրեն Վահագն Մարգարյան, ներկայացման գլխավոր դերակատար Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ջուլիետտա Ստեփանյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի լույս, ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում։ Ո՞նց եք։ Շատ լավ։ Այս անձրևները ձեր տրամադրության վրա չեն ազդում։ Հակառակը։ Հա, դուք սիրում եք։ Դուք ռոմանտիկ եք ինձ թվում։ Ես շատ եմ ուրախանում, շատ հաճելի է ինձ համար անձրևը։ Այս եղանակը ես շատ եմ սիրում։ Բայց ոնց որ սուտ եմ ասում մի քիչ, բայց սիրում եմ։ Բայց դուք լավ, որպես դերասան լավ եք խաղում, նենց եք սուտ ասում, մենք հավատում ենք այդ ստին։ Խոսենք ներկայացման մասին, Տիկին Ստեփանյանին առանձնահատկությունների կուզեք անդրադառնալ կերպարի առումով։ Կերպարի առումով ինչ առանձնահատկություն։ Աման ես ոնց մի բացատրեմ, ես ձեզ ասեմ, շատ վաղուց եւ 28 տարեկան էի, Սամվելի հետ Ղարաբաղի թատրոնում էինք, Ստեփանակերտի, եւ այնտեղ բեմադրվեց Կասոնայի ծառեր կանգնած են մահանում ներկայացումը, պիեսը, որտեղ խաղում էինք ես ու Սամվելը սիրահար երիտասարդների զույգը, այն ինչ որ այսօր ուրիշն է խաղում։ Տատիկի կերպարը խաղում էր ժողովրդական արտիստուհի Մարգո Բալասանյանը, չգիտեք, հոյակապ տատիկ էր, երևի իր խաղից վարակվելով, հենց այդ տարիքում ես երազում էի, թե երբ պիտի շուտ մեծանամ, որ խաղամ տատիկի կերպարը։ Եվ այսօր փառք Աստծո եկավ այդ ժամանակը, իհարկե ամուսինս Սամվել Բաղինյանը կատարեց իմ երազանքը, մեր սիրելի Վահագն Մարգարյանի ղեկավարությամբ, թատրոնի տնօրենի ղեկավարությամբ Հրազդանի թատրոնում, ինչու Հրազդանի թատրոնում, որովհետև գիտեք ինչ, դերասանները նպատակներ շատ ունեն, որը երբեմն չի համապատասխանում այն թատրոնի պլանների հետ, որտեղ որ դու աշխատում ես, ես աշխատում եմ Սունդուկյան թատրոնում։ Դե ոչինչ, բոլոր թատրոններն էլ ինձ համար գիտեք ինչ դա կարևոր, որ բեմը։ Այդ 2-3 աստիճանն է կարևոր, թե դա որ թատրոնում է, դա ինձ համար ընդհանրապես նշանակություն չունի եւ շատ ուրախ եմ, շատ լավ հանդիսատես է, Վահագիս շնորհիվ շնորհակալ եմ ես, անչափ շնորհակալ եմ Վահագին, որ ինքը հրավիրեց մեր նպատակը իրականացնելու համար եւ այդ ներկայացման մեջ զբաղված ենք տարբեր թատրոններից, այսինքն ես, Սամվելը, Բաղինյանը, Սիրանուշը զբաղված ենք Սունդուկյան թատրոնից, Հրազդանի թատրոնից ասանունները, Նառան Սարգսյան, Թագուհի Մկրտչյան, Անահիտը, Անին, Բարբարյան, Պարոնյանից էլ կան դերակատար։ Պարոնյանից Վարդանը, Աշոտը, մեր աղջիկը Հասմիկը Վերցյանը, Սմբատը, անցի 11-ին համեցիք նայելու բոլորը։ Չէ որ բոլորս գայինք ստեղ քեֆ էր ելնելու։ Մենք որ հավաքում ենք այդպես։ Հա, այսպես խառը 3 թատրոնից եւ շատ լավ խաղընկերներ են, ես շատ գոհ եմ։ Շատ գոհ եմ։ Ես գոհ եմ եւ Վարդանից, եւ Սամվելից, եւ իմ խաղընկերներից, շատ համահունչ ենք, հա։ Լավ ասի։ Հա, այդ բոլորս միասին շատ հետաքրքիր կոլեկտիվ է դարել եւ սիրով եմ ես խաղում եմ այդ։ Ով էր բեմադրել ասացիք։ Սամվել Բաղինյանը։ Ոնց է իր իմ երազանքս կատարեց ինքը։ Բայց դուք իրեն ուղումներ արեցիք, ասեցիք չէ, սենց եմ ուզում։ Բա ոնց, մենք գրվում ենք, վիճում ենք, գոռում ենք, սիրում ենք, ծիծաղում ենք։ Սամվելը առաջի բեմադրությունը չի անում, ինքը Լեհաստանում 3 բեմադրություն արել պետական թատրոնում, այնպես որ ինքը ունի այդ ստաժը, հայերեն Վաստակը, փորձը։ Վաստակը, ուզում եք ես փորձը։ Բայց հետաքրքիր է, երբ ժամանակին հա նայել եք այդ ներկայացումը, լուծումները կամ գուցե առաջ քաշած են առաջին պլան բերած ասելիքները,
այսօրվա մեր իրականության մեջ իրենք տարբեր են բեմադրվել, ասելիքները փոփոխվել են, այսինքն փորձել առաջ քաշել այն ենթատեքստերը, որոնք ժամանակին գուցե այդքան չի ընդգծվել, այսօր ուրիշ բան է ընդգծվում։ Չէ, դա կլասիկ ներկա գործ է, դա չես կարող դու շատ շեղես, պարզապես կրճատումներ ա եղել հա որ շատ, որովհետև այդ ներկայացումը սկսվում է ինչ-որ ցիրկի արենայից այնտեղ բազմաթիվ մասսայական տեսարանների հետ կապված գործողություն է, այդ ամբողջ տեսարանը հանված է, սկսվում է այնտեղից, որտեղից որ պետք է ներկայացումը սկսվի, որտեղից պիտի ծանոթանալ հետոյի համար, հետոյի մասին։ Ու շատ սիրուն կրճատումներ արել, նուրբ կրճատումներ արել, այսինքն կոպիտ այդ ամբողջ տեսարանը հանել է, բայց ընթացքում էլ շատ նուրբ կրճատումներ ա եղել եւ պատկերացրեք, որ դա երկու գործողությամբ ներկայացում է եղել ժամանակին մեր օրոք, իսկ հիմա մենք սարքել ենք մի գործողություն։ Որովհետև հիմա ժամանակները արագացել են այդպես։ Չի տուժում պիեսը դրանից։ Բացարձակապես։ Որովհետև ընդհանուր միտքը կա, կարևորը կորիզը կա։ Հետաքրքիր է, դուք շատ տարիների փորձ ունեք համեմատելու։ Ինձ հետաքրքիր է, այսօր մարդիկ ինչ ժանրի ներկայացումներ են ուզում տեսնել։ Ներկայացում, որը մտածելու է, տեղիք է տալիս, թե տենց թեթև կատակերգություն գնանք ծիծաղենք։ Ուզում են լավ ներկայացում տեսնել։ Լավ ներկայացում է, հետո գիտեք ինչ չի կարելի ասել, ինչ որ իրանք սիրում են, այդ էլ կերակրում ենք, դա այդպես չի։ Դե թատրոնը ոնց հասկանում եմ, չի ենթարկվում այդ կանոններին։ Չէ, պիտի արվեստը պետք է չի ենթարկվի այդ կանոններին։ Չի կարելի ենթարկել։ Ես օրինակ շատ ներողություն եմ խնդրում բոլորից, բայց այժմ ծիծաղը ինձ համար դա ներկայացում չի։ Բայց երբ որ դա լուրջ ներկայացում է եւ դու ծիծաղում ես, դա արդեն լուրջ կոմեդիա է։ Այսինքն կոմեդիան չպետք է դու ծիծաղես, որ ծիծաղացնես։ Դու լուրջ խաղաս, պետք է ծիծաղեն, չէ՞։ Այսինքն որակյալ կոմեդիաների մասին է խոսքը, իսկ թելադրողը մենք պետք է թելադրենք։ Վակ, ինչպես որ հանդիսատեսը սիրի ընդունի։ Ինչպես տիկին Ջուլիետա ստիպեց, որ այս ներկայացումը լինի պատմի։ Չէ, նախ չեն ստիպել։ Մի տարի առաջարկությունը ստացանք։ Հազվադեպ չեն ստիպել, պահանջել են։ Մեծ սիրով, եթե պահանջեն են, մենք պատրաստ ենք անկեղծ նման դերասանու հետ մեր հրազդանի դրամատիկական թատրոնի դերասանները բարձրանան բեմ։ Դա շատ մեծ պատիվ է, այո, մեր հանդիսատեսը գա տեսնի տիկին Ջուլիային բեմում։ Հրազդանի համար տոն է եղել, մեր բոլոր ներկայացումները չեք պատկերացնի ոնց են անցնում, ինչ բուրըն հանդիսատեսը վերջում ոտնկայս 5-10 րոպե ծափահարելով հեռանում են։ Մեծ ուրախությամբ ընդունեցինք առաջարկը եւ սկսվեց մեր աշխատանքը ու արդեն որպես ավանդույթ դարձած մեր թատրոնի համար փոխադարձ հյուրախաղեր ենք անում բոլոր թատրոնների հետ մեր Հայաստանի։ Շուտով կլինենք նաև Վանաձորում, Պարոնյան թատրոնը մարտի 23-ին եկավ, ապրիլի 11-ին մենք ենք գալու, այնպես որ մեր ապրիլի 11-ին ես Վահագ ջան շատ եմ ուզում ասեմ, որ ապրիլի 11-ին ես շատ եմ ուզում հրավիրեմ բոլորիդ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն դիտելու կասոնայի ծառեր կանգնած են մահանում պիեսի բեմադրությունը եւ կուզենամ որ դիտելուց հետո մեր քննադատները լինեք դուք սիրելի հանդիսատես։ Ձեր դեպքում ինձ թվում է քննադատություն չի կարող լինել, ընտիր։ Դե հիմա ասում եմ հարցա, այս պետքա հնչեցնեմ, կա Տոմսեր դեռ։ Կա։ Որովհետև մեկ գալիս են ասում են, բայց այդ օրվա համար Տոմս չկա էլ։ Այդպես տխուր նստում ենք։ Չէ, մի օր նա այդ օրվա համար որ նա ամոթավոր չէ։ Եթե ովքեր չհասցնեն դիտել մայիսին թող համենան Հրազդան տեսնելու։ Բայց որ օրերին թե դեռ չեք հստակեցրել օրերը։ Օրերս արդեն էջում կդնենք։ Քանի դերասան է զբաղված կան։ 10 չէ, ինչ։ Այս ներկայացման մեջ, հա, 8-ին։ Դե քիչ չեն։ Տիկին Ստեփանյան, էլ ինչ նոր ստեղծագործությունների մեջ կարելի է ձեզ տեսնել, կան ինչ որ նոր փորձեր, որ դեռ բեմ դուրս չի եկել։ Նոր փորձեր։ Ես խաղում եմ Նարեկ Դուրյանի մոտ։ Շատ հաճույքով սիրում եմ Նարեկ Դուրյանի եւ հետը խաղում եմ։ Խաղում եմ Սունդուկյանում, Հրազդանում,
Հիմա չգիտեմ, ասեմ, չասեմ։ Հրավիրված եմ մի ուրիշ ներկայացման մեջ, բայց հենց դա առաջի օրերն է, չեմ ասի։ Այլ թատրոն։ Կոմերցիոն։ Ահա։ Ունեմ նկարահանումներ, ունեմ բազմաթիվ ելույթներ Մոսկվայում։ Իմ կրթությունը ռուսերեն է, բայց խոսում եմ այնքան, ինչքան գիտեմ։ Տիկին Ստեփանյան, հետաքրքիր է, երբ ասացիք, որ երազում եք, հա, մեծանաք կերպարը այս ներկայացման մեջ խաղաք, բայց կա որևէ կերպար, որը դեռ երազանքի, հա, որն է։ Ես ունեի երկու երազանք, մեկը այս կերպարն էր տատիկի, լավ տատիկը։ Ինքան եմ ասել, արդեն ամաչում եմ։ Եվ ունեմ մի գործ Լյուդմիլա Ռազումովսկայայի «Моя сестра и пленница», իմ քույրը եւ իմ ստրկուհին, Ելիզավետ Թագուին եւ Մարիամ, բայց Լյուդմիլա Ռազումովսկայի վերսիան է։ Հրաշք մի գործ, այսօրվա գործ։ Ու այդ Ելիզավետի կերպարը շատ եմ երազում խաղալ։ Եկեք դեր բեմադրեն։ Պարոն Բաղինյանի հետաքրքիր է, որ ես դիմել եմ մի երկու տեղ, ասել են դա թանկ ներկայացում, այլի շատ դժվար է բան, երբ որ մենք մտերիմ ենք Լյուդմիլա Ռազումովսկայի հետ, երբ որ ես Մոսկվայում նկարահանման էի, ինքը Լենինգրադից, Պետերբուրգից եկավ ինձ մոտ։ Մենք շատ մտերիմ ենք, որտեղ Լեհաստանում էլ նա իմ հյուր է եղել։ Երբ որ եկավ ինձ մոտ, ասեց ես զարմանում եմ, որ 10 տարուց ավել այս գործը ես ուղարկել եմ, որ դու խաղաս ու չես խաղում, ասի, բայց ես թատրոն չունեմ, ես ռեժիսոր չեմ, ում դիմել են, ասել են թանկ ներկայացում, այն ուղղակի ծիծաղեց, երկու պալատա եւ դերակատարները շատ են, 15 հոգի։ Շատ բանա ծիծաղեց ու ասեց, այս ժամանակա շրջանում, այս ժամանակա միջոց, այսինքն այս հնարավորությունների մեջ ինչ թանկ բան, ընդամենը երկու կալոնա եւ վարակույրներ ու լուսային էֆեկտներով դուք գիտեք ինչ պալատներ կարելի է ստեղծել, ինչի մասին է խոսքը։ Դե ասի չգիտեմ, այսպես է ստացվել։ Այդ եմ եկել երազում, որ մինչեւ պապայիս մամայիս մոտ գնալը ուզում եմ դա խաղամ։ Վակ կարա չէ՞լ։ Այո, այո։ Դա մեծ բեմի։ Ասում երկու կալոնա եղած, դա մեծ բեմ, կրուգապետ, մեծ բեմի համար է, դա Սունդուկյան բեմի համար է։ Սունդուկյանի բեմում կբեմադրենք, Դե չի ստացվում, ասում եմ, չէ, երբեմն դերասանները ունեն պլաններ, որը չի համապատասխանում թատրոնի պլաններին, որտեղ դրանք կազմում են։ Ավաղ, այո։ Ավաղ, բայց թե հիմա ես համակերպվում եմ դրա հետ։ Բայց բեմադրիչների առումով կա սովորաբար այն տեսակ բեմադրիչներ, որ դուք կարծում եք, որ այ ինքը շատ ավելի ճիշտ կկարողանա բեմադրել, քան մյուսը կան այդպես։ Այո, մեկը կա, որին ես խնդրել եմ, ասել եմ մի քիչ սպասի։ Մենք ոնց որ թե կամաց մոտենում ենք ձեր երազանքին, Տիկին Ստեփանյան։ Դե չգիտեմ։ Համել ասում այս տաղավարում հնչեցրած բոլոր երազանքներն իրականանում են։ Դուք չգիտեք, մենք ես փաստում ենք այդ մասին։ Երազանքը։ Այո։ Շատ կուզենամ այդ կերպարը խաղալ, շատ։ Ես վստահ եմ, որ նրանք ովքեր լսեցին, կարծում եմ, դա կլինի իմ կարապի երգը։ Իսկապես։ Օ, Տիկին Ստեփանյանը պետք է անպայման իրականացնել։ Ասում են մարդիկ էլ ովքեր սիրում են ձեզ որպես արտիստի, հաստատ հիմա ինձ թվում է զանգելու են ձեզ ասեն հəl տես բերեք տենակ այդ ինչ գործավոր Տիկին Ստեփանյանը։ Մենք մեծ բեմ ունենք, չէ։ Եվ իրականում երեք էլ առիթ ունեցա այս մասին քննարկում ունենալու տաղավարում Տիկին Ստեփանյան, առհասարակ մեր այսօրվա հանդիսատեսի այցելությունը թատրոն, նրա որակը որպես հանդիսատեսի ոնց է գնահատում, որովհետև թատրոնը ոնց որ թե իր դիրքերից այնուամենայնիվ չի նահանջում, անկախ ժամանակներից, նորություններից, արի ուտես, որ ճիշտ հակառակ ավելի է դերը բարձրանում։ Չէ, չի նահանջում, լավ հանդիսատես ունենք եւ Սունդուկյանում եւ չեմ ասում Նարեկի մոտ, իսկ Հրազդանում արդեն որ երրորդ ներկայացումն են խաղում, լեփլեցուն տալիչներ են, ու ես շատ եմ սիրում իմ հանդիսատեսին, որ իրանք թատերասեր են, ամենտեղ հիմա լեփլեցուն են լինում, համարյա բոլոր տեղերում տալիչները։ Իսկապես է այդպես է, ու ես համ զարմացած եմ, համ հիանում եմ դրանով, որ մարդիկ շատ են ուզում։ Հանդիսատես շատ ունենք մենք։ Շատ կարևոր է։ Այո, թատրոնում գործերը ոնց են։ Շատ լավ, թատրոնը, հրաշալի թատրոնը, հրաշալի բեմը, հրաշալի տնօրենը եւ ընդհանրապես աշխատողները, ես ուղղակի եթե մարդ լիներ թատրոնը կասեի սիրահարվել եմ,
Այդտեն սիրեցի ես Հրազդանի թատրոնը, շատ լավ թատրոն է։ Երկու գործ ենք պատրաստվում, մոտ օրերս նորից գրում կարող ենք ձեզ։ Սիրով։ Շունուկատուն եւ Ատամնաբույժն Արևելյան։ Շունուկատուն երեխաների համար է նախատեսվում։ Էլի զրոյից գրված երաժշտությունը, մյուզիկլ։ Մեր Աշոտն Հակոբյան բեմադրում։ Դե Ատամնաբույժն Արևելյանն էլ երևի մյուզիկլ, հա։ Պահում ենք Վարդան Ակուրանոսյան։ Նորից համագործակցում ենք մեր ճանաչված դերասանների եւ մեր հրազդանցի դերասանների հետ։ Ինչ հետաքրքիր է, ես կարծում եմ, որ երկուսիդ համար է այս հարցը, դիմա դասական ստեղծագործությունները ոնց են հանդիսատեսի կողմից նայվում, ավելի ժամանակակից ստեղծագործություններն են հավեսով գալիս, թե մեր են հին դասականների ստեղծագործությունները։ Դե Նայած ոնց բեմադրված կլինի։ նայած ով է բեմադրում, նայած ինչ ոնց է ստացվել բեմադրությունը եւ ասեմ ձեզ պատմական գործերը ընդհանրապես օրինակ ես անձամբ շատ եմ սիրում, շատ եմ սիրում, որտեղ այնտեղի ասելիքը, այնտեղի կեցվածքը Դե համ ասելիքը ոնց որ թե չի հնանում, չէ՞, Չի հնանում, ոնց կարող է հնանալ։ Էլ քաղաքական դաշտում, էլ մարդկային հարաբերությունների հարցում միշտ նույնն են խնդիրները, ոնց հասկանում եք։ Պարզապես այն ժամանակվա լեզուն մի քիչ ավելի հարուստ էր այդ առումով։ Հիմա սա մենք խաղում ենք փաստորեն դրամա։ Ծառերը կանգնած են մահանում եւ ասելիքը այնքան արդիական է ամեն ժամանակահատվածի համար, որ ոնց որ անառակ որդու վերադարձը, այ ներողություն, անառակ թորան վերադարձը։ Հիմա ամեն մեր ծերանոցներում ինչքան ծերեր կան, չէ՞, դե հիմա սա արիստոկրատ կինա, որի թորը մի խոսքով լավ, էլ չեմ ասում։ Որոշում է տանել ծերանոց։ Որ չէ։ Վրընդելեն գնացել է, հետո հայտնվում է, անառակ որ թորը վերադառնում։ Մի խոսք կգաք, ես ձեզ խնդրում եմ, եկեք նայեք, ես չպետք է նստեմ հեքիաթ պատմեմ։ Եկեք նայեք։ Ես համոզված եմ, որ պետք է գաք։ Ես ավելի քան վստահ եմ, ինձ թվում է արդեն մինչև դուրս գանք կպարզվի այն մի քանի տոմսը, որ մնացել էր, պիտի գնեինք, էդ էլ արդեն չկա, բայց մենք ոչինչ ասում, չգտնենք, կգանք Հրազդան կամ կգանք աստիճաններին կնստենք։ Բայց մենք չենք կարող հրավիրել։ Բայց ձեն հանի։ Մենք լուր լսում ենք, ձեն չենք համ, թե չէ միշտ հրավիրա տոմսերն ենք ուզում։ Ես կյանքում մի քիչ չարաճիճի երեխու նման եմ, բայց ես լուրջ մարդ եմ, տենց չի։ Դրա համար Հավիրված եմ։ Տիկին Ստեփանյան, հետաքրքիր բան ասացիք, ասում ես մի քիչ թեմայից դուրս, այնուամենայնիվ, սովորաբար միշտ ասում են անգամ տղամարդիկ են այդ հնչեցնում, բարձրաձայնում եւ գրականությունն այդ մասին խոսում, ասում են, որ այդ մի քիչ այդ ձեր ասած այդ լկստված չարաճճի կանայք միշտ շատ սիրելի են տղամարդկանց կողմից, այդպես է։ Ոայ, բա ոնց դու չգիտես։ Դու չգիտես լավ ես։ Պարոն Բաղինյան, հետո էլ ասում են, այդ ինչով է պայմանավորված, որ ինքը տեց Դեմենակ տղամարդիկ չեն, ընդհանրապես ես դա զգում եմ ուրիշների մոտ, էլի ովքեր որ չարաճիճ են, բայց տարիքով են, սիրվում են իրանք։ Երևի ես դրանց նախանձել եմ ու տենց, բայց դե չէ, դա իմ միջից է, դա չեմ սովորել։ Դե դուք համարձակ մարդ եք եղել, որքանով ես ձեր հարցազրույցները հարկ եմ ունեցել լսելու։ Երիտասարդ տարիներից։ Այո։ Այսինքն երիտասարդ տարիների արածս ես հիմա կվախենայի անեի, բայց հեմել այս տարիքում եմ անում։ Բայց այդ համարձակությունը որտեղից է գալիս Տիկին Ստեփանյան, որովհետև նաև պատասխանատվություն եք կրում ձեր արածների համար, տենց թե ուղակի ծնողներն էին տվել այդ ծնողներս Աստված պապիկս ա տվել ինձ։ Աստված պապիկս ինձ շատ լավ բաներ ա տվել։ Հələ ահագին բան չեմ օգտագործել։ Ու դեր տալու։ Ու դերում եմ։ Տիկին Ստեփանյան ասում է, ես անընդհատ ձեզ տեսնելով այդ էներգիան զգալով հիմա հասկանում եմ անգամ էկրանից են կողմ մարդիկ, որոնք երբևէ ձեզ առիթ չեն ունեցել տեսնելու, բացի կերպարից ինչի են սիրում, որովհետև այդ էներգիան դա դեր է, էական չի, ինչ է, այդ էներգիան մեկ է փոխանցվում է ձեր ներսում տեղի ունեցող այդ փոթորիկները ու դուք միշտ բոլորի կողմից, ես չեմ լսել դեռ մեկը, որը անտարբեր լինի, ձեր կերպարի հանդեպ շատ սիրելի եք։ Բայց ես չգիտեի, որ դուք սենց սիրուն կանաչ աչքեր ունեք։ Իմ աչքերը փոխվում են։ Հա տեսնում եմ հիմա։ Այսքան սիրուն կանաչ աչքեր։ Դե ես էլ եմ ասում, Իշտոյանը վիձել մոտիկից նոր տեսնում եմ ձեզ։ Բայց ես չեմ տեսել իմ կանաչ աչքերը։ Ես տեսնում եմ, փոխան տեսել։ Չէ, հիմա երևի ձեր շապիկից է։ Երևի։ Կանաչել է։ Այո։
Ձեր ճաշի հոտը ինձ արդեն գժված է։ Տիկին Ստեփանյան, մինչև չփորձեք չենք թողնելու գնանք, հատկապես որ մենք կամաց-կամաց մոտենում ենք փորձելու ընթացքին։ Ինչի՞ չէ։ Պետք էլ չէր ասել, ես անպայման։ Հա, մեկը փորձելու է։ Սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ վստահ եմ, որ արդեն առանցին հուշելու ել, փնտրելու եք տոմսերը, որպեսզի ներկա լինեք։ Ապրիլի 11-ին Հրազդանի դրամատիկական թատրոնը Ալեխանդրո Կասոնայի ծառերը կանգնած են մահանում ներկայացումով հյուրախաղերով գալիս է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն։ Դուք այստեղ մեկ հնարավորություն ունեք տեսնելու ներկայացումը, այնպես որ շտապեք ներկա գտնվել, որ այն էներգիան, ինչ որ ես այս մի քանի րոպեներում ստացա, հաստատ ժամ-ժամուկեսում դուք կստանաք, շատ հարցերի պատասխաններ գուցե կստանաք եւ իհարկե առիթ կունենաք մեր տաղանդավորներին բեմում տեսնելու ու նրանց խաղը վայելելու։ Իսկ բոլոր նրանք, ովքեր ամսի 11-ին չեն հասցնի լինելի Պարոնյանի անվան թատրոնում, կարող են գնալ Հրազդանի հատկապես որ ընտիր եղանակ է շուտով։ Այո։ Մենք 28-ին ունենք, աչիկ հավարում է, հա։ 28-ին գավառում եք խաղալու ներկայացումը։ Բասեք, թող իմանան։ Ասեք, դուք ասեք, լավ։ Ապրիլի 28-ին էլ հրավիրում ենք Գավառ քաղաք, դիտելու ծառերի կանգնած են մահու ներկայացումը։ Եկեք նայեք, չեք փոշմանի։ Շնորհակալ ենք ձեզ, շատ հաջողություն եք։ Շնորհակալ ենք, ուրախ ենք ձեզ տեսնել։ Կներեք ավել պակաս ընտիր է վայելուց համար։ ընտիր է։ Սամիլը հաստատ ինձ դիտողությունները անելու է սա, տեսնի։ Թույլ չենք տա։ Գովա սիրելի հեռուստադիտողներ, հետո կշարունակենք։